Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այսօր տեղեկացանք, որ Կտրիչ Ներսիսյանը, որը չգիտես ինչու շարունակում է զբաղեցնել վեհափառ հայրապետի աթոռը, ստիպել է իր ենթականերին, որպեսզի Տեր Արամին, հայ առաքելական եկեղեցու սպասավոր, կարգալույծ անեն, եւ սա հերթական հակաեկեղեցական քայլն է Կտրիչ Ներսիսյանի կողմից, սա չունի որևէ արդարացում, սա չի կարող արդարացվել որևէ կերպ, չունի որևէ հիմք, եւ ես ուզում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել Տեր Արամին, մեր առաքելական եկեղեցու բոլոր ազնիվ սպասավորներին, բոլոր սրբազաններին, տերհայրերին, վարդապետերին, ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաներին, Կտրիչ Ներսիսյանը մարդ է, ով խախտել է Աստծո առաջ տրված իր ուխտը։ Կտրիչ Ներսիսյանը մարդ է, որը ըստ վերջերս հրապարակված ձայնագրության ստիպել է իր ենթակային հայ առաքելական եկեղեցու հոգևորականին, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, ստիպել է, որ իր մոր հետ գնա եւ իշխանությունների դեմ հանրահավաքանի։ Ըստ այդ ձայնագրության, ընդ որում ձայնագրություն, որը չի հերքվել, ասեմ ավելին, հաստատվել է Մայրաթոռի կողմից։ Կտրիչ Ներսիսյանը մի մարդ է, որի զարմիկը ըստ առաջադրված մեղադրանքի ստիպել է հոգևորականներին մասնակցել հանրահավաքների եւ օզարմանք այդ հոգևորականը ըստ մեղադրանքի Տեր Արամն է այդ թվում, որին այսօր կարգալույծ արեցին։ Մյուս հոգևորականը, որին ասեցի են մյուս ձայնագրությունից ելնելով ստիպել էին Տեր Հայր աղանը, նույնպես այնպիսի պայմաններ են ստեղծել իր համար, որ ինքը լքի հոգևոր ծառայությունը։ Եվ հաշվի առնելով այս ամբողջ համախումբը, պետք է ուղղակի կարծում եմ պետք է ուղղակի համակերպվի Կտրիչ Ներսիսյանը այն փաստի հետ, որ ինքը կաթողիկոս չէ եւ չի կարող լինել, չի կարող հայ ժողովրդի կարևորագույն սրբազան ինստիտուտի գլուխը լինել ուխտազանց մեկը, չի կարող հայ առաքելական եկեղեցու գլուխը լինել մեկը, որ այլ անձանց ստիպում է անել բաներ իրենց կամքին հակառակ, ուղղակի չի կարող։ Եվ առաջարկում եմ Կտրիչ Ներսիսյանին սկսել հավաքել իր իրերը, որովհետև ինքը ոչ միայն պիտի լքի վեհարանը, այլ նաև ինքը պիտի կարգալույծ արվի եւ կարվի։ Շնորհակալություն։ Հարգելի քաղաքացիներ, այնինչ կատարվում է այսօր Հայաստանում, շատ հեշտ նկարագրելի է, եթե ես ասեմ, որ Նիկոլը հայերին դուրս է շպրտում իրենց հայրենիքից, ապա այս միտքը ամբողջությամբ եւ պարզ կնկարագրի այսօրվա իրականությունը։ Ես իհարկե վստահ եմ, որ հարգելի քաղաքացիներ դուք հետաքրքրությամբ հետևում եք տեղի ունեցողին եւ շատ մանրակրկիտ պրպտում իրականությունը, բայց ես ձեզ եւս մեկ անգամ կասեմ, կհրավիրեմ ձեր ուշադրությունը այն փաստին, որ նկատած կլնեք, իշխանազավթը արդեն տևական ժամանակ է չի խոսում իր նախաստորագրած թղթից, ընդհակառակը ամեն ինչ փորձում է անել մոռացության մատնելու այդ ստորագրության փաստը եւ իրենց մոռացության մատնելու լավագույն օրակարգեր շեղելու լավագույն ձևը ընտրել են, վերադարձել են իրենց սիրած ու հիմնական գործին ողջ հանելուն հայ ժողովրդից։ Այո, ողջ են հանում Հայաստանի քաղաքացիներից պարզ ցուցադրական բեմադրված պատժիչ գործողություններով։ Վերջին արարը այդ պատժիչ գործողությունների Գյումրիի հրապարակում էր, նախավերջի արարը Արագածոտնի մարզի հոգևոր առաջնորդարանում, ես չեմ գուշակի, թե որտեղ կլինի հաջորդը եւ որ քաղաքացիների որ խմբի նկատմամբ դա կկիրառվի, բայց ես վստահ եմ, որ այդ ողը շարունակվելու է այսօր, շարունակվելու է նաեւ վաղը։ Քանի որ իրենք համարում են Արցախից եւ Արցախահայերից իրենց գլուխը ազատել են, հիմա ընկել են Հայաստանի հետևից։ Եկեղեցականների կալանավորում հասարակության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ խոշտանգումներ, անարգանք եւ վերջերս արդեն նոր նշաձող ենք գրավել մեր ժողովրդի առաջ մեր եկեղեցու դուռը փակել էին։ Ինչքան հեռուն է գնացել, չէ՞ Նիկոլը։ Պատկերացնում եք, չէ՞, ինչքան է բարձրացել իր տերերի Էրդողանի ու Ալիևի աչքերում։ Ձեզ էլ էստեղ իրենք առաջարկ ունեն հարգելի հայրենակիցներ, ասում են մտածեք եւ համակերպվեք, շնորհակալ լինելով Օրինակ, եթե ձեզ նիկոլական բանդան հայհոյեց,
որտեղ դրա փոխարեն կարող էին նախընտրել ծեծելը կամ խոշտանգելը։ Շնորհակալ եղեք հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ ծեծի են ենթարկել կամ խոշտանգել են, որտեղ նիկոլական բանդան կարող է որոշել ձեր նկատմամբ կարել քրեական գործ, սարքել, ասենք, ահաբեկչություն։ Այդ դեպքում էլ շնորհակալ եղեք հարգելի քաղաքացիներ, որտեղ գործ կարելու սարքելու փոխարեն նիկոլական բանդան կարող է հրահանգ ստանալ ձեզ սպանելու։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանում իշխանությունը զավթվեցին Տիկին Մակարչյան, մի վարքյան։ Այ այս սա նիկոլական բանդայի տրամաբանական շարունակությունն է, որը դուք տեսնում եք, անգամ խոսքի նկատմամբ պրիմիտիվ հանդուրժողականություն իրենք չունեն, չբավարարվեց սրանով, անջատեք Տիկին Մկրտչյանի խոսափողը։ Գառնիկ Դանիելյան, համեցեք պարոն Դանիելյան։ Պարոն Դանիելյան, եթե չեք գալիս, կորցնում եք իրավունքը ելույթի։ Չեք գալիս, շատ լավ։ Տիգրան Պարսիլյան, համեցեք։ Վերջացրել էր արդեն։ Համեցեք պարոն Պարսիլյան։ Ուրեմն ժամանակին գայք, եկեք։ Իդեպ ողջունենք Տիկին Մկրտչյանի տիրոջը, Սերժին, եւ իր բանդային։ Ձեռքով անենք սերժական բանդային ձեռքով անենք։ Պարոն Դանիելյան, եկեք։ Պարոն Դանիելյան, համեցեք, ձենդ, համեցեք պարոն Դանիելյան։ Պարոն Դանիելյան, մի վարքյան, էլի։ Ուրեմն, պարոն Հակոբյան, մի հատ լռեք, պարոն Հակոբյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում։ Իսկ հիմա, պարոն Հակոբյան, մի հատ լռեք։ Պարոն Հակոբյան, մի վարքյան լռեք։ Տիկին Մկրտչյան, մի հատ ձենդ կդրի, աղջիկ ջան։ Ընդմիջում։ Հարգելի գործընկերներ, ուրախ եմ արձանագրել, որ պատիվ ունեմ խմբակցությունը լքեց դահլիճը, եւ դա շատ լավ է, որովհետեւ սերժական բանդան, կարծում եմ, ինչքան քիչ լինի այսքան դահլիճում, այդքան լավ, բոլոր կաշառակերները պիտի նստեն բերդում եւ փտեն բերդում, եւ բոլոր ապօրինի ձեռքբերված գույքը ամբողջ պետքա վերադարձվի պետական բյուջե։ Տիկին Մկրտչյանին էլ պատասխանեմ, որ թող ինքը գնա իր տիրոջը Սերժին հարցնի, թե իրան ինչ են կրթել տարբեր տեղերում։ Պարոն Դանիելյան, համեցեք։ Որպեսզի ես գնահատական չտամ պարոն Դանիելյանի հայտարարությունների արժեհավատությանը, պարզապես պետք է հիշել, որ այսօր պարոն նախարար Պապոյանը 3 անգամ նկարագրել է, թե իր 3 րոպեվա մեջ բարձրաձայնված հարցի հետ կապված ինչ քայլեր է ձեռնարկվել, որ քայլերը ձեռնարկվել է մինչև ակցիաները լինել եւ նույնիսկ ժամկետ ասել, թե երբ է դա քննարկվելու ԵԱՏՄ նիստում, հետեւությունները թողում եմ հանրությանը, բայց ինչ էր այսօրվա հայտարարության պատճառը, ես կուզեի այդտեղ բան անել, որովհետև քանի որ ընդդիմությունը իրանց Գյումրի 2 պլանը ձախողել է արդեն, հավաքվելով իրար հետ միտեղ միտինգի, միտեղ քննչական գործողությունները խաթարելուն եւ այլն, եկեք միացնենք 3-ի հայտարարություններին բերենք, տեսնենք այս մարդիկ, որոնք պնդում են, որ մենք ընտրություններում հաղթելու 0 շանս ունենք, ինչի չեն ուզում գնան ընտրությունների։ Եկեք հերթով ամեն մեկին անդրադառնանք, դե պատիվ ունեմ, որը տենց եկավ ստեղ, ես իմ ինչ բառապաշարով ելույթ ունեցավ ու պատվով փախավ, ինչ էր ասում ինքը, իրանց թեկնածուն, որին գտել էին, ասում էր, որ սա պարապ լինելուց լավ է։ Սա ես մի անգամ եմ ասել, սա օրակարգ լցնելու թեման։ Մյուսը ներքնաշորերի հանդեպ ֆետիշ ունեցող առաջնորդը, այս մյուս թևի, ինչ էր ասում էր, որ մենք հաղթելու ենք ընտրություններում, բայց նաև պատճառն էր բերում, թե ինչի ինքը չի գնում ընտրություններ, որովհետև ինքը հավես չունի շրջելու Հայաստանի Հանրապետությունում եւ իրեն հաճելի չի ամեն օր 8-ից 10 հանդիպում ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Վերջ այս մարդիկ այդ չեն ուզում։ Հիմա ամենակարևորը ում շուրջը դու կամած, սենց բան եք անում։ Այդ ամեն մեկս մեր ձևով շարժումն է,
որտեղ իրանք տենց ձևակերպեցին, որ մեր ձևով, դա նշանակում է ամեն մեկս մեր ձևով, ամեն մեկը իր ձևով, կներեք, հա, ինձ 1000 անգամ կներեք։ Մի անջատեք, թող մնա։ Չէ, ինձ 1000 անգամ կներեք, լավ։ Ինչ է ասում երրորդ ուժը, որի շուրջ համախմբվել են, ինչ են իրանք փնտրում այսքան երկար ժամանակ, ընդունելի տեխնացու, այն մարդու մատաղ չի է տեխնացուն ընդունելի լինի։ Դուք ընտրությունների մասին պատկերացում ունեք, տեխնացուն նախընտրելի պիտի լինի, տեխնացուն այն պիտի լինի, որին ոչ թե ժողովուրդը ընդունում է, որովհետև ստիպված պետք է հանդուրժի այն ում դուք եք ընտրել, այլ իրականում պետք է նախընտրի այդ տեխնացուն։ Բա իհարկե դուք ընկած ընդամենը ընդունելի առաջնորդներին թողած ընկած ընդունելի տեխնացու են իրանց համար ման են գալի ու չեն գտնում։ Ու այնքան իրար նման եք, այնքան չեք փոխվել, որ այս ձեր վերջի այդ հավաքին այդ լաոյի փլեյլիստն էլ չեք փոխվել, է։ Լսում ես ասում ես լաոյից այս կողմ կանցնեն, բայց չեն անցնում։ Ու մեկ էլ շատ եք սիրում էլի 37 թվից խոսալ։ Լիքը փաստարկ կա, որ 37 թիվը սենց չէր։ Դուք շատ լավ գիտեք։ Ձեր տենց պատկերացումները ում հետ որ փոխկապակցված է 004 հրամանը վկա ու շատ եղեք այս վերջում երկելու համար էին մարդ ձերբակալել, բայց 37 թվի հետ դուք մի այս ժամանակաշրջանը 37 թվի հետ մի ընդհանրություն ունի կներեք, որը երկու ժամանակաշրջանում էլ խորհրդարանական ընդդիմություն գոյություն չուներ։ Շնորհակալ։ Էդ էլ է հետաքրքիր, չէ՞, ասում են 37 թիվն է, բայց գալիս է Սերժի անձնական օգտագործման պատգամավորը, այդտեղ կանգնում ասում են Նիկոլական բանդան, բայց 37 թիվն է։ Ու ինքս էս կենթանի հելավ գնաց տեղից։ Իսկական 37 թիվ, Յիժովշինը։ Շնորհակալություն, հարգելի փոխնախագահ, սիրելի քաղաքացիներ, ինձ թվում է ընդդիմությունը գոնե կհասկանա ու կգիտակցի, որ Վարդանիկին իր հետաստիճանի պաշտպանությամբ ու սրբադասմամբ ինչ-որ մի վատ բան է անում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, վատ բան է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, բայց չէ ինչպես ասում են, որովհետև Վարդանիկը ընդդիմության համար օտար մարմին չի, Վարդանիկի արարքը ընդդիմության համար օտար չի, Վարդանիկը դասական սերժակոչայանական գործիչ է, Վարդանիկի արարքը կաշառք պահանջելը ինչ-որ մեկից, դասական սերժակոչարյանական գաղափարական ծիրին հարիր արարքը, պատիվ ունեմը պուն, եկել այստեղից բան է խոսում, այդ մարդկանց շտաբի պետը դատվել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, շտաբի պետը պատիվ ունեմի, դատվել է 21-ի ընտրություններում փող բաժանելու համար։ Հայաստան խմբակցությունը չգիտեմ արդեն ինչքան մարդ կա, առհասարակ ձեր քաղաքական թիմի հետ առնչվող, որ հենց այս պահին անցնում է 1000 ու մի գործով կամ արդեն իսկ վերադարձել է պետությանը իր լափածը։ Ինչքան մարդ կա։ Դե համար է Վարդանիկը ձեր համար օտար չի, բայց Տիկին Գյուրեղյան, որ գալիս եք ստեղ ասում եք ժողովրդի քվեն, խնդրում եմ ինձ բացատրեք տրամաբանություն։ Եթե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում ընդամենը ստանալով 30% ձայն, եթե չեմ սխալվում, 30% ձայն չստանալով մեծամասնություն, ընտրված համայնքապետ է, եթե ձեր լոգիկայով, ապա այդ դեպքում ձեր լոգիկայով ո՞նց է ստացվում, որ Վարդանիկն է Գյումրու համայնքապետը, այլ ոչ Սարիկ Մինասյան։ Ձեր լոգիկայով դուք պետք է Սարիկ Մինասյանին համարեք Գյումրու համայնքապետ։ Չէ, Տիկին Գյուրեղյան, խնդրում եմ տեղից մի ընդհատեք։ Ձեր լոգիկան հուշում է հետևյալը, եթե մարդը չի հավաքում 50+% ձայն, բայց առաջին տեղն է գրավում, ավտոմատ դառնում է համայնքապետ։ Եթե այդպես է Վարդանիկը вообще համայնքապետ չի, չէ, առհասարակ Վարդանիկը համայնքապետ չի, որտեղ ինքն իր կերպարով չի կարող համայնքապետ լինել, այսինքն կարա, բայց մենակ այն դեպքում, երբ որ երկրում քոչայանական կարգերն են, երբ որ ինքն ու իր ու Մարտուն Գրիգորյանի կլանները կարան իրար սպանեն, ոչնչացնեն, բան անեն, հետո իհարկե քվյարկեն իրար օգտին, որտեղ ոչինչ այդքան թանկ չի, նույնիսկ եւ այդ բոլոր դաժանությունների հետ կապված հիշողություններն ու մնացածը, որքան իշխանության այսքան մի պտղունցը, որն էլ իր հերթին պետք է օգտագործել ինչի համար, լափի, հասարակ լափի համար է պետք օգտագործել, այսինքն մի հատ էլ հասկանանք էլի իրողությունը, Մարտուն Գրիգորյանը գնացել է Գյումրիում
ընտրել է համայնքապետ Վարդանիկին, որի կլանը սպանել էր իր ամենամերձավոր ընկերներին, որպեսի Վարդանիկը այդ իր քաղաքապետ լինելը ծառայեցնի 4 միլիոն դրամ կաշառք ուզելու։ Էտա, ու պատիվ ունեմի են Տիկին պատգամավորը, լավ հուշեցիք, պարոն Ռուբինյան, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Տիկին պատգամավորը լավ կանի սա հասկանը։ Շնորհակալություն։